Լսել եմ հայես, հա? Շնորհավորում։ Ես քեզ չէի ասել, որ ոչ մեկ չիմանա։ Չէի ասել։ Ինչ ես բողոքել դրամ։ Խնդրում եմ թող գնամ։ Ես քեզ ասել էի, չէ՞, Արփի, որ ոչ մեկ պետք է չիմանա։ Բայց վրամը գիտի։ Իսկ այդ գիտես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ իմ վերջը շատ վատ է։ Իսկ իմ վերջը որ վատ է, նշանակում է քո վերջն էլ վատ, Արփի։ Դու չես նկատել, որ ես ամեն տեղ երկու մուտք ունեմ։ Ես միշտ վրամի հետ եմ եղել։ Միշտ վրամի հետ եմ աշխատել, բայց դուք չեք նկատում։ Գիտես ինչ։ Ուղղակի դուք չեք նկատում ձեզնից ցածրներին։ Ես խոստանում եմ։ Սուս մնա։ Դու խոստանաս, թե չէ, մեկը արդեն ուշ է։ Դու կանես այն, ինչ ես եմ քեզ ասում։ Հասկացա՞ր։ Ես շատ շուտվանից կամ ես պատմության մեջ։ Այն ժամանակվանից, երբ որ վրամը թաքցնում էր քո հանդիպումները Արամի հետ։ Դու շատ լավ գիտես ինչ կլինի Արամիդ հետ, երբ որ Առնոն իմանա այդ նկարների մասին։ Ուղղակի դու այնքան ապուշ ես, որ չես հասկանում, եթե ես մտել եմ քո սենյակ, այդ նշանակում է ես ուր ուզեմ կմտնեմ, հասկանում ես, իմ առաջ փակ դռներ չկան, Արփի։ Ես չեմ ասում։ Սուս մնա։ Դու ես ասել։ Սուս մնա ու ինչ ասեմ կանես, հասկացար։ Վրամ ուշադիր էր։ Ես ուշադիր եմ։ Հորը սպանությունը մեզ համար մի հատ մեծ ապտակ էր, որ մենք ուշքի գանք ու հասկանանք, որ մենք ապարտելի չենք, որ կարան մեր տան մեջ մեր վիզը կտրեն, ու մենք ոչ մի բան չկարանանք անենք, հասկանում ես Վրամ։ Առնու լսի։ Չէ, ես չպետք է տենց մտածեմ, ես չպետք է թուլանամ Վրամ, ես պետք է գտնեմ այդ մարդկանց, պետք է գտնեմ ու ունենց պատժեմ, որ երբեք նրանք չմոռանան այդ օրվա մասին, ես Առնուն եմ ու ես սովոր չեմ պարտություն եմ։ Մարդ խոսելու ես։ Բան չկա խոսալու։ Բայց մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ պիտի ճիշտը խոսենք։ Չեմ խաբում ես քեզ։ Գնացել է ուղղակի Արփի մոտ։ Լավ չէր զգում իրան, տենց ես էլ մի քիչ նեղվեցի։ Դու հետո եկել եմ քո մոտ։ Լավ։ Լավ մարդ ջան։ Պապ ուզում եմ որ հավատաս։ Լավ։ Գնա մարդ ջան, գնա։ Հոգնել եմ ուզում եմ հանգստանալ։ Համել Արփին զանգի թող գա։ Ուրեմն լսի ինչ ես անում։ Դու մինչև տարվա վերջ ժամանակ ունես։ $20,000 ու ոչ մի կոպեկ պակաս, հասկացար։ Եթե մինչև տարվա վերջ այդ $20,000 իմ մոտ չեղավ, ամեն ինչ վերջանում է Արփի։ Ինչ ուզում ես արա, որտեղից ուզում ես գտի այդ փողը։ Էլի եմ ասում, եթե այդ փողը իմ մոտ չեղավ, Արփի, պատմությունը վերջանում է։ Հասկացանք իրար։ Հայրդ քնեց։ Եթե դու ճշմարտությունն ասեիր, կսպանեիր հորդ։ Ինչ ճշմարտություն, մամա։ Ես լսում էի ինչ եք խոսում։ Ու եթե նույնիսկ սուտ ես ասել, լավ ես արել։ Դու չգիտես ինչ ենք խոսացել։ Գիտեմ։ Դու ոչ մի բան չգիտես, մամա։ Ես գիտեմ, որ դու ես սպանել։ Ոչ թե Արփին։ Ոնց գիտես։ Մամա, դու գիտես ու ձեն չես անել այսքան ժամանակ։ Մամ, դու գիտես ու թողել ես էլի Արփինին փոխարեն պատասխան տա։
Հետո ինձ ասում ես խես գիշերները ուշ տուն գալի կամ խես խմած գալիս։ Ինչ անեմ, բա գամ տուն կողքդ նստեմ կինո նայեմ, մամա։ Դու տես մտածում ես մենք էլիտար ընտանիք ենք, բայց չես հասկանում, մամա, մենք ամեն մեկս տարբեր կյանքերով ենք ապրում ու իրարից տեղյակ չենք։ Դու արել ես մամա այն ինչ որ միշտ ես արել։ Ու ոչ մի բան չի փոխվել քո մոտ։ Ուր ես Արփին։ Ես ինձ լավ չեմ զգում։ Իսկ ինչա ձերդ մի տեսակ, ձերը դուրս չի գալիս։ Միջանցքում ընկել եմ առնում։ Հիվանդասենյակում եմ։ Ինչա նշանակում պարկացրել։ Որտեղ ես։ Որտեղ ես Արփին։ Արփին, ոնց ես զգում։ Մտածեցի, եթե լվացվեմ, ինձ լավ կզգամ։ Դու հիմա այն վիճակում ես, որ ամեն փոքր բանի վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ Դու միջանցքում ընկել ես, ու գիտես ինչ կարող է լինել։ Առնո ինձ տուն տար։ Կարող է մի քիչ մնանք հետո գնանք։ Չէ, տուն եմ ուզում։ Լավ։ Մտեք։ Սոֆի ջան, դու ես։ Ալբերտ ձեթը ու չխանգարեցի ձեզ։ Չէ, ջանիկս, չէ։ Ուղղակի ուզում էի իմանալ ոնց եք։ Լավ է։ Լավ։ Տուն առանց ձեզ այնքան դատարկ էր։ Տունը։ Շատ տխուր էր։ Տունը լավ բան է, տնից լավ բան չկա աշխարհում։ Որ գալիս ես տուն զգում ես, որ բոլորովին ուրիշ վիճակի մեջ ես ընկնում, հանգիստ ես։ Բան էիր ասում, Սոֆի ջան։ Ինձ թվաց մի քիչ անհանգիստ եք։ Կարող է Մարկն է պատճառը։ Հա։ Մի քիչ անհանգիստ եմ Մարկի համար։ Առաջ հետը խոսել չէր լինում, հիմա ոնց որ խոսում է, բացվում է, բայց չգիտեմ հետը ոնց խոսեմ։ Ճիշտն ասած ես էլ եմ նկատել, որ Մարկը խնդիրներ ունի։ Ինքը մի քանի օր առաջ Արփինս տանն էր ու ինչ-որ բան է կատարվել, որովհետև երբ որ եկավ շատ տարօրինակ էր իրան պահում։ Չէր խոսում, մեկուսացվել էր, չգիտեմ ինչ է կատարվում։ Փորձել եմ հետո խոսեմ, բայց բան չի ասում։ Ալբերտ ձեթս լավ եք զգում։ Հա, Սոֆի ջան, լավ է։ Անհանգիստ ես, հա, Մարկի համար։ Հա, անհանգստանում եմ շատ։ Ապրես։ Հա, մի բան էլ մոռաց ասեմ։ Մի օր էլ տուն եկավ հարբած էր։ Ու հենց այդ նույն օրը Արփին էլ էր իրան շատ տարօրինակ պահում։ Արփի։ Եթե ուզում եք ես Մարկի հետ կխոսեմ, ուղղակի վստահ եմ, որ ինքը ինձ բան չի ասի, որովհետև շատ անգամ եղել է փորձել եմ խոսամ, բայց չի ուզեցել խոսի։ Մարկը։ Բայց դու փորձիր։ Ես կփորձեմ, ուղղակի մտածում եմ կարող է ավելի ձեր անհանգստությունը խորացրեցի։ Ինչ ես ասում, Սոֆի ջան, ապրես, բա ինձ չասեիր, ում դի ասեիր։ Ճիշտ եք։ Ես էլ էի մտածում, որ որպես ծնող լավ կլիներ, որ դուք տեղյակ լինեիք։ Անպայման խոսիր հետը։ Ապրես, Սոֆի ջան։ Հիմա ճիշտ ասած ես ուզում եմ մի քիչ մտքերը ժողովեմ։ Ինձ մենակ կթողնես։ Իհարկե։ Բայց որ ձեզ մի բան պետք լինի, ինձ անպայման ասեք, լավ։ Հա, բա ոնց։ Տեսնես ես երեխի մտքին ինչ կա։
Լավ է Սարփի։ Հա, արդեն լավ եմ։ Եվան քիչ հետո կգա։ Կասեմ կմնա մոտդ։ Լավ։ Վրամն էլ աստեղ։ Ոչ մի բանից չվախենաս։ Կմնա այնքան ինչքան որ պետք է։ Արփին չկա։ Զանգել եմ։ Հետո չկարողam գալ։ Դե կգան մի քիչ ուշ Առնոյի հետ։ Հա, բայց ես Արփի հետ եմ ուզում խոսել, Առնոյի հետ չեմ ուզում խոսել։ Չի կարողam շուտ գալ։ Էլի կզանգեմ։ Զանգի։ Լավ Առնո, հեսա գալիս եմ։ Ինչի ես տենց բան արել վրամ։ Ինչ է եղել։ Դու խոստացել էիր ինձ, որ կօգնես։ Դու ասեցիր, որ ես քեզ կարամ վստահեմ, բայց դու ամեն ինչ ավելի ես բարդացրել։ Էլի զանգել է։ Դու չպիտի խոսեիր այդ մարդու հետ։ Դու չպետք է իրան ասեիր, որ դու ամեն ինչ գիտես։ Կամաց խոսամ ու մի մոռացի որտեղ եմ։ Վրամ ինքը եկել էր հիվանդանոց։ Եկել էր հիվանդանոց, որտեղ ես Առնոյի հետ էի, հասկանում ես։ Ինքը վախ չունի։ Ինքը ինձ կարա վնասի, նույնիսկ եթե Առնոն մի քանի մետր այն կողմ լինի, հասկանում ես։ Ես քեզ խնդրել էի, որ զանգի կամ գա, ինձ տեղափոխես, ինչի չես ասել։ Վրամ ոնց զանգեի։ Ոնց զանգեի, եթե ինքը ատրճանակը վրաս էր պահել։ Ինչ։ Հա, վրամ։ Երանս փակել էր ու ատրճանակը երեխուս վրա էր պահել։ Վրամ ինչի չէիր ասել, որ գիտես ով է։ Որ ճանաչում ես իրան, որ հետը խոսել ես։ Ինքը ինձ կարար սպաներ։ Խնդրում եմ, դու քեզ հանգիստ պահ, ես ամեն ինչ վերահսկում եմ։ Վերահսկում ես։ Վրամ, այդ տղան ավելի վտանգավոր է, քան ես կարծում էի։ Դու չպետք է իր այդ խոսեիր։ Ես պետք է փողը տայի ու վերջ։ Ես չպետք է քեզ վստահեի։ Ես չպետք է քեզ ինչ-որ բան պատմեի։ Հիմա որ հաստատ արդեն ելք չկա։ Հիմա չեմ կարող երկար խոսամ, բայց իմացի ես ամեն ինչ վերահսկում եմ։ Այդ տղեն ինձ կսպանի։ Իմ երեխուն էլ կսպանի։ Ոչ ոք չի սպանի քեզ։ Դու գիտեիր այդ նկարների մասին։ Ես ամենասկզբից եմ իմացել քո ու Արամի կապի մասին։ Ասեմ ավելին, ես եմ հետևելու, ես եմ պատվել, ես քեզ մի անգամ արդեն ասեմ։ Ու հետո ես այդ նկարները վերացրեցի, Արսենն էլ խնդրեցի, որ վերացնի, բայց անասունը չի վերացրել։ Ու հետո ուզում եմ դու ուղղակի քեզ հանգիստ պայես, ես ամեն ինչ կանեմ ու մի խոսքով ես կգտնեմ այդ Արսենին։ Ինքը ասեց, եթե քո հետ ես մի անգամ էլ խոսեմ, ինքը ուղղակի քեզ վախացրել է։ այդ ուղղակի վախացնել չէր վրան։ Խնդրում եմ հանգիստ պահի քեզ։ Ինձ հանգիստ պահեմ։ Վրամ հեշտ է ասել։ Դու տղա ես, դու չես հասկանա, ես ինչ եմ զգացել։ Մարկ սպասի։ Ուր ես գնում։ Դուրս։ Տեսնում եմ, որ դուրս, բայց էլի խմելու Մարկ։ Չգիտեմ, հələ չեմ որոշում։ Մարկ, ես անհանգստանում եմ քո համար, չես հասկանում։ Գիտեմ, որ անհանգստանում ես։ Դե որ գիտես, ուրեմն լավ կլինի մնաս տանը ու խոսաս պապայիդ հետ։
Մի քիչ առաջ իրա մոտեի քեզանից էր հարց ու փորձանալ։ Չգիտեի ինչ պատասխանել։ Սոֆիաս գիտեմ իմ հոր հետ ինչ խոսամ, այդ քո գործը չի։ Ինչ ես վստահում։ Եթե վախենում ես իր հետ խոսած, ուրեմն Սոֆի իմ հոր հետ խիպտի ես վախենամ խոսամ։ Մարկ, հարբի պատճառով ես քեզ սենց բանում։ Հարբին կապ չունի։ Դե իրանց տնից հետո Սոֆի լավ վերջացրու։ ամեն անգամ քրոջդ պատճառով ինչ որ խնդիրներ ես ունենում։ Չկա տենց բան։ Հիմա ինչ արել արփին։ Այդ աղջիկը միշտ բոլորիդ համար խնդիրներ է ստեղծում։ Սոֆի ոնց որ դե չափերը տանցնում ես։ Արդեն ժամանակն է որ մեր տնից գնաս։ Ինչ։ Հիմա էլ դու, հա։ Արզա։ Արփին քեզ ինչ արել։ Արփինից ոչ մի բան էլ չի արել։ Ինքը իմ ընկերուհին է։ Չի զգացում որ քո ընկերուհին է։ Արփին Առնոյին է իրանով արել, ինչ պետք է աներ։ Դու ասում էիր, որ ամեն ինչ վերահսկում ես։ Տենց էլ կա։ Բա այսօր Լսի Արփին։ Մինչև Արամիսով չի գնալ Արմոն կասկածել է, որ քո կյանքում ինչ-որ մեկը կա։ Ու Սոչիից գալուց հետո էլ։ Հետո երբ որ Սոչիից եկա, հասկացա, որ նոր գործընկեր է։ Չկատարվում արփի հետ։ Հարամ, Սոչից։ Արփին ինչ կապ ունի։ Մինչև Արամիսով չի գնալ Արմոն կասկածել է, որ քո կյանքում ինչ-որ մեկը կա։ Սոչիից գալուց հետո էլ։ Հետո երբ որ Սոչիից եկա, հասկացա, որ նոր գործընկեր է։ Ես հասկանում եմ, որ վախեցել ես։ ոչ մի բան մի ասա։ Չեմ ասի։ Ես կանեմ նես ոնց պետք է։ Մինչև ամսվա վերջ ժամանակ է տվել։ Հիմա էլ $20,000 ա ուզում։ Վռամ ես միայն շանտաժ չի։ Ստեղ միայն փողի հարցը չի։ Պետք է տեսնեիր ոնց էր վրացնային։ Ինքան թշնամանք վար էդ հայացքի մեջ։ Ինքը գիտեր, որ ես հղի եմ։ Վրամ միայն փողի համար սենց բան չեն անում։ Ինչի այդ տղեն ինձ սենց ատում։ Ինչ կա, որ ես չգիտեմ։ Քեզ մենակ պիտի հետաքրքրի այդ նկարները։ Ուրիշ ոչ մի բանի մասին մի մտածի։ Ալո, Բարև Արամ։ բարև եմ ջան։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Նորմալ։ Հիմա կասես չեմ զանգում, չեմ հիշում։ Եվ ուղղակի շատ խառն եմ, թե չէ նենց չի որ քո մասին մոռացել եմ։ Գործերդ լավ են։
Դե եթե ես լավ եմ, ուրեմն գործերս էլ են լավ։ Արամ, մի խնդրանք ունեմ։ Կարող ենք հանդիպել։ Այո, երբ ասես։ Բայց ինչ-որ բան ա եղել։ Ես չեմ ուզում քեզ խանգարել։ Հենց քեզ հարմար լինի, պայմանավորվենք հանդիպենք, լավ։ Թեկուզ հենց այսօր։ Ես օֆիսում եմ, կարաս գաս օֆիս։ Բայց ինչ-որ բան ա եղել։ Լավ կլինի հանդիպենք, խոսենք։ Լավ։ Ուր ես գնում։ Գնում եմ ընկերուհուս տեսնեմ։ Ես կտանեմ։ Ինչ է եղել, ինչ ես տեսնայում։ Ինչ եք խոսում Արփիի հետ։ Ուղղակի խոսում էինք, իրան լավ չէր զգում։ Զգացի, որ լավ չեր զգում։ Ինչ ա եղել։ Պապայիդ մահվանից հետո վախենում է։ Ու շատ բաներից է վախենում։ Ինչ-որ բան է եղել։ Չէ։ Վրամ ինձ պապայի մոտ կտանես, Արնոն տեղ եկա։ Կտանեմ։ Ինչ-որ նորություն կա։ Ոնց ասիր, տենց էլ արեցի։ Մի բան կա ուզում էի Վռամի հետ քննարկել, բայց Պետք չի։ Դու ինֆորմացիան ինձ կասես, ես կորոշեմ թե Վռամի հետ ինչը քննարկեմ։ ես տղեկին ստուգեցի։ Հետո Տղեկից մենակ մեկն է, որ կասկածը առաջացնում մոտս։ Էն էլ Արսենն է։ Ինքը Վռամի հետ ա եկել ու հիմա չկա։ այսինքն Սակո երբանից չկա, հորը սպանելուց առաջ թե հորը սպանելուց հետո։ Դեպքից մի քանի օր առաջ ինքը արդեն էլ չկար։ Իսկ ինչի ինչ չէիր ասում։ Դե իր ուղղությամբ չէի մտածում, որովհետև Վռամը իրան վստահում էր։ Գտեք դրան։ Ահագին ժամանակա չկա։ Հնարավոր է նաև կապ չունի այդ թեմայի հետ։ Բայց կարողա կապ ունի, չէ։ Տղեկը ասեցին, որ Վռամն էլ է իրան մանեկել։ Գտեք դրան Սակո։ Այդ Արսենը ինչա գտեք ու բերեք դրան իմ մոտ։ Ու ես կորոշեմ թե դրա հետ ինչ անեմ։ Եղավ։ Բարև։ Կներես, որ այսքան սպասեցիր։ Ուղղակի կարևոր հանդիպման էի։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչքան ժամանակը չէինք հանդիպել։ Ահագին։ Ես էլ մտածում էի ստեղ չես։ Ես էլ խնդիրներ ունեի, որոշեցի մնամ։ Ինչ ա եղել։ Հետո կպատմեմ, կարևոր չի։ Արամ, ինչի չէիր ասել, որ Արփին ճանաչում ես։ Այսքան ժամանակա իրար գիտենք։ Ու այդքան մտերիմ էինք։ Ես նույնիսկ համոզված եմ, որ դու գիտեիր, որ Արփի ամուսինը Արնոն է։ Ու ինձ ոչինչ չես ասել։ Եվ ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ամեն ինչ մինչև Արնոյի Արփի ամուսնությունն է եղել։ Չհասկացա։ Եվ ես ու Արփին կներես։ Չեմ ասել, որովհետև ամեն ինչ արդեն վաղուց վերջացած է։ Մեզ մոտ չստացվեց երջանիկ լինել միասին։ Եվ բայց երդվում եմ, ես չգիտեի, որ դու Արնոյի քուրն ես։ Իսկ երբ իմացա, այդ արդեն նշանակություն չուներ։ Արփին ամուսնացել էր Արնոյի հետ։ Իսկ մենք լավ ընկերներ էինք։
տարօրինակ բան է, չէ՞ կյանքը։ Եվ գիտես մինչև իմ Սոչի գնալ ես ուզում էի հասնել այն ամեն ինչին, ինչը որ ունի քո աղբերը։ Մտածելով, որ ինչ որ մարդկանց կկարողանամ ինչ որ բաներ ապացուցել։ Եթե սկսեմ ամեն ինչ սկզբից պատմել, ամենավա չխոսենք։ Արամ կներես, բայց ուզում եմ հարցնել։ Դու ու Արփին նույնիսկ չեմ ուզում հավատալ։ Եվ երբ ես ու Արփին հանդիպեցինք, ես սիրահարվեցի։ Բայց ես չգիտեի, որ Արփի կյանքում ինչ-որ առնո կա։ Ու հետո Արփին իրան նենց էր պահում, որ կասկածի առիթ չէր տալիս։ Հասկացի Արփին չի սիրում աղբորդ։ Ես դա գիտեմ, Արամ։ Արփին հիմա էլ առնային չի սիրում։ Եվ մենք իրար էինք սիրում, բայց ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեց։ Ու եթե Արփին չլիներ իմ կյանքում, ես հիմա չէի լինի այն Արամը, որ նստած է քո առջև։ Իսկ ինչն էր պատճառը, որ միասին չմնացիք։ Եվ գիտես, չեմ ուզում ոչ մեկին մեղադրեմ։ Բայց մեղավորներ շատ կան։ Եվ ես վախեցա ինչ-որ բանից։ Ես իմ ընտանիքի համար էի վախենում։ Գիտես, ես գերադասեցի հասնեմ այն ամեն ինչին, ինչը որ Արփիի մայրն էր Արփիի համար երազում։ Մենք երկուսս էլ ինչ-որ բանից վախեցանք։ Իսկ հիմա Արփի համար ես հետ եկել։ Հիմա ամեն ինչ վերջացած է։ Ես զգում եմ, որ դու Արփիին դեռ Եվ չեմ ուզում հարցնես սիրում եմ Արփիին, թե չէ։ Ուղղակի չեմ ուզում։ լավ։ Եվ ես ու Արփին ուշացել ենք մեր գնացքից։ Ու այս այն վիճակն է, որ այդ վերջինն էր։ Կներես չէի ուզում այս խոսակցությունը բացվեր։ Վերջապես տանն ես տոր։ Կես շատ է կարոտ է։ Ես Հա, լավ եմ։ Սիրունացիլից բան ես, աչքիրդ էլ պայլում են, դարել ես են իմ Արփին։ Ոնց է իրեն բաղում, թորնիկս, ջրավ։ Ոչ մի բան։ Ուղղակի ուրախ եմ, պապ։ Ջան, Դու վերջապես տանն ես։ Տեսնում եմ, որ լավ ես, առողջ ես։ Երեկ Առնոյի հետ գնացել էինք հիվանդանոց։ ու Առաջին անգամ երեխուս տեսա։ ջրի։ Հա, այնքան փոքր էր։ Մինչև տեսնելս հավատս չէր գալիս։ Հա, բայց հիմա որ տեսա, արդեն ամեն ինչ փոխվեց։ Արփի ջան։ Արփի։ Գիտես ինչ։ Թե ինչ խմենք։ Ես էի ուզում առաջարկեի։ Հա։ Քո սիրած թխվածքն եմ բերել։ Հա։ Գիտես ինչ Արփի։ Պապ, պետք է ուտես։ Քաղցր։ Հա։ Դու թորնիկից չես մերժի, չէ՞։ Չէ։ Որ ասում ես կուտեմ։
Կապի բարձրացի վերև, հիմա կգամ։ Անվտանգության համակարգերը նորմալ վիճակում են։ Շատ լավ է, Վարան։ Դե ես գնամ։ Դու մտածեցիր ասացի շուրջ։ Հա, Կա մեկում վրա, որ կասկածում ես։ չէ, չկա։ Իսկ կարող եմ մեկը հայտնվի մեր շրջապատից, որ մեզանից նեղացած է գնացել։ Հետո ինքն է մտել կամ օգնել է, որ մտնեն մեր տուն ու վրեժ լուծեն։ Մեր տղերքը սաղ մաքուր են։ Հները տենց բան չէին անի, նոր մարդ էլ չկա։ Կարող է չես հիշում։ Չէ։ Այս բանին չեմ հիշում։ Լավ, Վարան։ Վաղ խոսանք, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ինչ ես խափում, Վարան։ Ես քեզ կգտնեմ։ Կամ դու կկործանես Արփիին, քեզ ինձ էլ հետդ։ Ուրիշ տարբերակ չկա։ Ասա, Արսենը տուն ավ արցե մի շաբաթը։ որտեղ։ Ինձ զանգելա, որ փող տանեմ։ Փող։ Հա, փող ուներ միտեղ պահած, ասելա, որ տանեմ մոտը, հասցեն է տվելա։ Հասցեն ասա։ Լավ։ Նենց կանես, որ հանկարծ ինչ-որ մեկը չջոկի։ Չեմ ուզում հարևանները իմանան։ Դու գնում ես հանգիստ նստում ես, հետո խոսում զբաղացնում ես մինչև ես կամ։ Եղավ, հենց հիմա հասցեն ասա։ Ուրա։ Պամատել էի զուգարան, Հետո։ հեռախոսից մեջ տեսել էր, որ զանգել էի քեզ։ Իսկ ու լավ կոտարա։ Ինչքան պիտի ինձ փախնի։ Արնան ասաց, որ Գիտեմ։ Պիտի պապայիդ մոտ տանեմ։ Հա, Բայց մենք լուրջ խոսալու բան ունենք։ ինչ որ նոր բան կա վրան։ Արսենը փախնում է ինձնից։ Ու ես պիտի գտնեմ իրան։ Եթե հանկարծ չգտնեմ, կան իրա մտածածը։ Ու շատ վատ կլինի։ Բայց ոնց։ Տարբերակը մեկն է։ Պիտի զանգես ասես փողը մոտս է։ Կգնաս հետը հանդիպման,
Մնացածը իմ վրա։ Չէ վրամ։ Չէ։ Չէ, չկա։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Պիտի գնաս հանդիպման ու ես գիտեմ դրանից հետո ինչ կանեմ։